Փետրվարի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց ևս 2 ամսով երկարացնել Արշակ arczepiskopos Խաչատրյանի կալանքը։ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի այս որոշումը պաշտպանական կողմի համար կանխատեսելի էր, հաշվի առնելով գործի ընթացքն ու նախորդ դատական պրակտիկան։ 2 ամսով երկարացվեց կալանքը, սահմանափակվեց բնականաբար տեսակցությունները, միայն ուրախալի բան ունեմ ասելու, որի միջնորդությունը քրոջ երեխաներին տեսակցելու մասով բավարարվեց։ Միայն քրոջ երեխաները կարողանան այցելել։ Դե, որոշում, գիտեք, չեմ ստացել որոշումը, ընդհանրապես հրապարակվեց, որոշումը 2-3 ժամվա մեջ պատրաստ կլինի, կվերցնենք, կարդանք, տեսնենք ինչ են գրել։ Տեսեք, իրականում այս վարույթին, կալանքի երկարացման վարույթին դա չվերաբերվող հարց էր, բայց այնուամենայնիվ որ խոստացել էի կհարցնեմ, քննիչին հարցրեցի եւ ստացա նաեւ համաձայնություն, որ հայտնեմ այդ մասին։ Քննիչը կատեգորիկ հերքեց, ասեց նման բան չկա, ոչ մի ապացույց չի կորել իրական վարույթից։ Ասում եմ, այո, ասեցի կարող եմ հայտնել լրատվամիջոցները հարցնում էին, ասեց այո, կարող եք, որտեղ այդտեղ խնդիր չի։ Հիմա այս փուլում չենք կարող։ Դա երբ որ ըստ էության քննության ժամանակը արդեն այդ ժամանակը տեսնենք։ Այս փուլում չենք կարող։ Բնականաբար, իհարկե։ Բայց իրենց որոշումը ստանալու։ Հա, դեպի ստանանք, որ իմանանք ինչ են գրել, որ իմանանք ինչը բողոքարկենք, էլի։ Անբավարար, իսկ ձեր կարծիքով, քանի որ նշվում է, որ որևէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու, սրանով ինչ հարց է լուծվում։ Սրանով շարունակում է եկեղեցու դեմ ճնշումները, սրանով շարունակում է Արշակ Սրբազանի նկատմամբ այս ամեն ինչը, ինչ որ արվում էր, շատ վաղուց սկսված, այս ամեն ինչն է։ Այսինքն եթե լինի ազատության մեջ ինչ կլինի սրանով եւ եթե անազատության մեջ է։ Այդ հարցերը պիտի տակ ապօրինի անազատության մեջ պահողներին եւ նման հրաման տվողներին։ Ես ինչ գիտեմ իրancs մտքով ինչ ասեմ։ Այս պահին չունենք որոշում, այս պահին միայն եզրափակիչ մասն հրապարակում, որ երկարացվում է։ Փետրվարի 2-ին դռնփակ նիստով է ընթացել դատական նիստը։ Արշակ arczepiskopos-ը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին 2 ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել թմրանյութերի ապօրինի իրացման կասկածանքով, ըստ որի 2018 թվականին հանձնարարել է մի ցուցարարի պայուսակում թմրանյութ տեղադրել։ Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ ներկայացված մեղադրանքը շինծու է եւ չի հիմնավորվում որևէ փաստական ապացույցով։ Մենք ունենք մի իրավիճակ, որ հանրային քրեական հետապնդում հարուցող դատախազը իր որոշման մեջ նկարագրել է մի գործողություն, որ իբր Արշակ Սրբազանը կատարել է այդ գործողությունը, որը թմրամիջոցների իրացման հետ ոչ մի առնչություն չունի։ Այսինքն այն ինչ որ գրել են գործողությունները, եթե օրինակ ենթադրենք դա իրականում տեղի ունեցած լիներ, ապա անգամ այդ պայմաններում հնարավոր չէր լինի Արշակ Սրբազանին մեղադրել այդ հոդվածով։ Սրանից հետո, սրանից բացի կալանքի միջնորդությունը զարթողի ճանապարհներով գնում հասնում է մեր կողմից շատ հարգված, շատ օբյեկտիվ դատավոր Մասիս Մելքոնյանին։ Մասիս Մելքոնյանը այս հանգամանքներում, երբ հիմնավոր կասկածը բացակայում է իմ նշված հանգամանքներից ելին, իմ նշած հիմնավորումներով, այնուամենայնիվ կիրառում է 2 ամսյա կալանք։ 2 ամիսն անցնելուց հետո Շենգավիթի դատարանը հերթապահեր, երբ որ արդեն կալանքի երկարացման միջնորդություն պիտի ներկայացվեր։ Միջնորդությունը ներկայացվում է Շենգավիթի դատարանի տեղեկություններով, այդ միջնորդությունը կրկին զարթողի ճանապարհներով գնում հասնում է Մասիվի դատարան։ Հույս ունենալով, որ կհանդիպի մեր կողմից շատ սիրելի, շատ հարգված, շատ օբյեկտիվ դատավոր Մասիս Մելքոնյանին։ Բայց վախները չի բերում, որովհետև Մասիս Մելքոնյանը պարզվում է Հայաստանում չի։ Այլ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Դրանից հետո այս միջնորդությունը նույն զարթողի ճանապարհներով պտտվում է, գալիս է հասնում է կենտրոնի դատարան։ Կրկին մեր կողմից շատ ավելի սիրելի, շատ ավելի հարգված մեկ այլ դատավոր, կարող եք ասել, Կարեն Ֆարխոյանին։ Եվ մենք հավատում ենք, որ Կարեն Ֆարխոյանը կիրականացնի արդարադատություն եւ Արշակ Սրբազանն ազատ կարձակվի։ Պարոն Բաբայան, մակագրում հավատացիք, չէ՞։ Արշակ arczepiskopos-ի կալանքի երկարացման որոշման ամբողջական հիմնավորումները դեռևս հայտնի չեն։ Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ որոշումը ստանալուց անմիջապես հետո այն կհրապարակվի, ինչպես նաև դատական ակտը կբողոքարկվի Վերադաս Ատյանում։